Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։ Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել նույնականացման քարտերի ներդրումը մի քանի անգամ կթեթևացնի եւ գործատուների եւ աշխատակիցների հոգսը։ Բնապահպանական ոլորտում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է խախտումների 72 դեպք, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի տարածքում սրբատեղիի մատուռի առաջին քարը դրվեց ապրիլին, իսկ հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցում էին ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ոստիկանության զորքերի ծառայողներ, հյուրեր։ Մինչ օծման արարողությունը Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակ դրեց մեր երկրի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հուշակոթողին։ Մատուռի օծման հանդիսավոր արարողությունը կատարեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը։ Բարեմաղթելով, որ Տերն անսասան պահի Հայաստանի Հանրապետությունն ու ոստիկանությունը, քանզի պետությունն ամուր է նաև ոստիկանությամբ, նա ողջունեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի համակարգի հոգևոր վերազարթոնքին ուղղված աստվածահաճո գործերը։ Ոստիկանը պետք է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես ուժեղ լինի։ Սրբատեղիի բացումն անշուշտ կարևոր իրողություն է առավել ամրապնդելու քրիստոնեական հաստատուն արժեքները, մարդուն առավել մոտեցնելու Աստծո պատվիրանների խորհրդին։ Մատուռն օծված է, օրհնված։ Այս սրբատեղիից առաստված առաքված աղոթքներով օրհնության կարժանանան ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի ծառայողները, նրանց հոգու եւ Սուրբ Հայրենիքի փրկության ու բարօրության համար աղոթքները Աստծուն հասցնող կապը կլինի այս մատուռը։ Վերջերս օպերատիվ խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց հատուկ ուշադրություն դարձնել ապօրինի ծառահատումների խնդրին, նաև կոչ արեց ներկաներին ավելի ակտիվորեն համագործակցել բնապահպանների եւ բնապահպանության նախարարության համապատասխան ծառայությունների հետ։ Համագործակցությունն արդեն արդյունքներ է տալիս։ Հայաստանի անտառներն ու կանաչ տարածքները հսկայական վնաս կրեցին դեռ 1990-ականների սկզբին էներգետիկ ճգնաժամի տարիներին, բայց եթե այն ժամանակ մարդիկ լուծում էին կենսական խնդիրներ, ապա այսօր նպատակը միայն ու միայն անձնական շահն է։ Բնության պահպանության նպատակով մեր երկրում գործող մի շարք պետական եւ հասարակական կառույցների ու կազմակերպությունների հետ մեկտեղ անտառների պահպանության եւ ապօրինի ծառահատումների կանխարգելման բարդ ու դժվարին գործին ներգրավված են նաեւ ոստիկանության ծառայողները։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության մակարդակի բարձրացման, կատարված անօրինական ծառահատումների արագ բացահայտման ու կանխարգելմանն անդրադարձավ նաեւ ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ։ Ես անցյալ խորհրդակցության ժամանակ խոսեցի ծառահատումներ, անտառահատումներ թեմայով։ Ինձ վիրավորում է, որ ստվերում են մեզ ոստիկաններից եւ մեղադրում են, որ մենք այդ գործի մեջ կանք։ Ես կարծում եմ, որ ձեր հատկապես այդ տարածքի ոստիկանության խնդիրն է սրբել ձեր վրայից այդ խոսակցությունը։ Կոնկրետ քայլեր պետք անել այս ուղղությամբ։ Կոնկրետ ու առանց խուսափելու, առանց քաշվելու, ես ձեր կողքին եմ այդ հարցում։ Հոկտեմբերի 16-ին մեր նկարանող խումբը մեկնեց Լոռու մարզ, որը հանրապետության անտառներով հարուստ շրջաններից է։ Անտառային տարածքն այստեղ ավելի քան 100,000 հեկտար է, որի պահպանությունն իրականացնում են ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի եւ Տաշիրի բաժինների ծառայողները։ Այս տարվա 9 ամիսներին ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների կողմից բնապահպանական ոլորտում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված
ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է խախտումների 72 դեպք, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր, մի շարք անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Պետությանը հասցված գրեթե 6 միլիոն դրամի վնասից հատուցվել է մոտ 3 միլիոնը։ Խախտումների գերակշռող մասը հայտնաբերվել են գիշերային ծառայությունների ընթացքում։ Ոստիկանության պետի հատուկ հանձնարարականով էլ ավելի են ուժեղացվել մարզում անցկացվող գիշերային ծառայությունները։ Ճանապարհներին սահմանվել է ամենօրյա խիստ հսկողություն։ Հոկտեմբերի 16-ի կեսօրին մեր նկարանող խումբը ոստիկանության գուգարքի բաժնում էր։ Նոր էինք տեղ հասել, երբ ոստիկանները բերման ենթարկեցին անտառափայտով բեռնված Ford Mach-ի մի մեքենա։ Ապօրինի փայտան տեղափոխելու կասկածանքով ստուգման ենթարկվել 07047 Ford Mach-ի ավտոմեքենան, որի մեջ բեռնված է ապօրինի փայտանոց, վարորդը հայտարարեց, որ փայտանոթի համար չունի համապատասխան փաստաթուղթ, հատել է անտառից 2 կանգուն ծառ եւ այն տեղափոխում։ Ոստիկանության գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվեց նաև 2011 թվականի փետրվարից մինչև այս տարվա մարտն ընկած ժամանակահատվածում մարզի Դարպաս գյուղի Դարպասի Ճալա կոչվող վայրում կատարված ավելի քան 100 ուռենու ապօրինի հատման դեպքը։ Զանգ է ստացվել ոստիկանության գուգարքի բաժին, որ Փամբակ գետի ափին գտնվող ծառերը հատում են, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ այդ ծառայությունները տարբեր ժամանակահատվածներում կատարել են Վանաձոր քաղաքի բնակիչներ Ռուդիկ Մեժլումյանը, Կարեն Թաթոսյանը, ինչպես նաև Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչներ Մնացական Արաքելյանը, Լևոն Արտավազյանը եւ Կարեն Ավետիսյանը։ Հիշյալ անձինք օպերատիվ տվյալների հիման վրա բերման են ենթարկվել ոստիկանության գուգարքի բաժին, վերցվել են բացատրություններ։ Ոստիկանության Թումանյանի բաժին հասանք այն ժամանակ, երբ ոստիկանները պատրաստվում էին հերթական ծառայությանը։ Ապօրինի անտառափայտ տեղափոխելու վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Մեկնելուց րոպեներ անց փայտանյութով բեռնված Ford Mach-ի ավտոմեքենան հայտնաբերվեց Ալավերդի Աղթալա ճանապարհին։ Մեքենայում հայտնաբերվել է ապօրինի տեղափոխվող վառելափայտ, փաստաթուղթը տրված է 12-ին 10-րդ ամիս, արդեն անցած է փաստաթուղթի ժամկետը անցած է։ Մեքենան վարորդի Վանաձորի բնակիչ Աշոտ Ներսիսյանի հետ մեկտեղ բերվեց ոստիկանության բաժին։ Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ ստուգման էին ենթարկվում կասկածելի բեռներ տեղափոխող գրեթե բոլոր բեռնատարները։ Ժամը 20:55-ի սահմաններում մարզի Շնող գյուղի գազալիցքավորման կայանի մոտ հայտնաբերվեց ապօրինի փայտ տեղափոխող հաջորդ մեքենան։ Այստեղ եւս պատկերը նույնն էր։ Վարորդի ներկայացրած փայտանյութի բաց թողնման անդորագրում անճշտություններ կային։ Այս մեքենան էլ տեղափոխվեց ոստիկանության բաժին։ Մինչ ուշ գիշեր ոստիկաններն անտառամերձ տարածքում էին, հսկում էին ոչ միայն տարանցիկ ճանապարհները, այլև դարանակալումներ էին կազմակերպել փայտագողերի հնարավոր թաքստոցներում։ Արդյունքում ժամը 22-ի սահմաններում Շնող գյուղի մարզադաշտի հարակից ճանապարհից հայտնաբերվեց փայտանյութով բեռնված գազ 69 Mach-ի առանց պետհամարալիժի ավտոմեքենան, որի վարորդը Ալավերդի քաղաքի բնակիչ Մհեր Փիրումյանն ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չուներ։ Մեքենան ոստիկանություն ուղեկցելուց հետո իրավապահները շարունակեցին գիշերային ուժեղացված ծառայությունը։ Պետք է նկատել, որ ապօրինի ծառահատումներով զբաղվողները փոխել են ձեռագիրը։ Եթե նախկինում փայտ տեղափոխելու համար ընտրում էին տարողունակ կամազ, մազ ու զիլ, ապա այսօր ապավինում են մանր ու միջին տրանսպորտային միջոցներին։ Պատճառն ավելի քան պարզ է, ըստ փայտագողերի, այդպես ավելի հեշտ է խուսափել իրավապահներից։ Աշխատանքները շարունակվում են։ Էժան ապրանքը կարող է թանկ հետևանքներ ունենալ, հատկապես երբ հարցը վերաբերում է թմրանյութին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները կանխեցին թմրամոլ ընկերների հերթական ինքնաթունավորումը, իսկ մինչ տեսանյութին անցնելը կրկին ուզում ենք հիշեցնել, որ դեզոմորֆինը կամ ինչպես թմրամոլներն են կոչում կոկորդիլոսը մահվան հասցնող ամենակարճ ու արագ միջոցն է։ Հոկտեմբերի
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Շիրակի 2 շենքի բնակարաններից մեկում թմրանյութ են պատրաստում։ Ոստիկանները ներս մտան այն պահին, երբ 1958 թվականին ծնված Ալեքսանդր Սարգսյանը, 1987 թվականին ծնված Լևոն Ազիզյանը, 1977 թվականին ծնված Հայկ Մոմչյանը, 1978 թվականին ծնված Միրան Պողոսյանն ու 1974 թվականին ծնված Արմեն Ավագյանն արդեն պատրաստել էին թմրամիջոցն ու պատրաստվում էին ներարկվել, իսկ պատրաստածն, ինչպես իրենք նշեցին, դեզամորֆին էր։ Բնակարանից հայտնաբերվեցին տարբեր տարողության 8 ներարկիչ և թմրամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։ Ընկերախմբից ոմանք ներարկվում էին ընդամենը մի քանի ամիս, բայց դա էլ բավական էր, որ իրենց մաշկի վրա զգային որպես կոկորտիլոս հայտնի այս թմրամիջոցի ազդեցությունը։ Թմրամիջոց, որը նախընտրում էին մատչելի գնի համար։ $1900 դրամ տեղնա, մի հատ 7, 200 դրամ, լուսկի 100 դրամ, բենզինա 150 դրամ, մեր կուքսուկ կես, 2600։ Պատրաստման եղանակը գիտեին շատ վաղուց։ 14-15 տարեկանից արել եմ սկզբից այդ բանը, բայց չէր մի աշկայել եմ մակը, ու այդ նույն մոտարապես նույն պրոցեսը է։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Ոստիկանության Շենգավիթի բաժնում թմրամիջոցի անօրինական շրջանառության ևս մեկ դեպք արձանագրվեց 1 օր անց, հոկտեմբերի 10-ին։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի գրպանահատության դեմ պայքարի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ ստացան, որ 1970 թվականին ծնված Բագրատ Հարությունյանը թմրամիջոց և սառը զենք է պահում։ Ձեռնարկված միջոցառումներով Հարությունյանը Գարեգին Նժդեի հրապարակում հայտնաբերվեց և բերվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց 30 սանտիմետր երկարությամբ երկաթե ինքնաշեն մահակ, 10.5 սանտիմետր շեղբով դանակ և լուծկու տուփի մեջ 3 դեղահապ։ Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Հարությունյանն ու ընկերները նախկինում կարող են կատարած լինել գրպանահատություններ, կողոպուտներ և այլ հանցագործություններ։ Տուժած քաղաքացիները կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին։ Քննությունը շարունակվում է։ Ինչ ասել է նույնականացման քարտ, ինչ առավելություններ ունի այն, ինչպես կարող է թեթևացնել աշխատողի և գործատուի հոգսերը։ Նման հարցեր են քննարկվում մեր թեմատիկ էջում։ 2013 թվականից կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում ներդրվելու է միասնական եկամտային հարկ։ Այն ենթադրում է, որ գործատուները սկսած 2013 թվականից հաշվարկելու և վճարելու են միասնական եկամտային հարկ, այսօր գործող եկամտահարկի, աշխատողի և գործատուի սոցիալական վճարների փոխարեն։ Նրանք այդ անելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, այսինքն այն հաշվետվությունները, որոնք գործատուները պետք է ներկայացնեն, բացառապես պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նույնականացման քարտերի ներդրումը մի քանի անգամ կթեթևացնի և գործատուների և աշխատակիցների հոգսը։ Ամեն նոր բան դժվար է ընկալվում և այնուամենայնիվ դրական փոփոխությունն ակնհայտ է։ Որոշակիորեն թեթևանում է գործատուի գործը։ Այսինքն նրանք 3 տեսակի վճարումներ կատարելու և 3 տեսակի հաշվետվություններ ներկայացնելու փոխարեն 2013 թվականից վճարելու են 1 տեսակի հարկատեսակ, 1 հարկատեսակ և ներկայացնելու են 1 հաշվետվություն։ Այսինքն դա էապես հեշտացնում է նաև գործատուների գործը եւ բացի դրանից դրանք անում են on-line եղանակով, այսինքն էլեկտրոնային տարբերակով են ներկայացնում եւ հարկ չկա այլևս այցելելու հարկային մարմիններ։ Ես կուզենայի կոչ եղել հանրապետության բոլոր գործատուներին, այն կազմակերպություններին, ովքեր ունեն վարձու աշխատողներ եւ կոչ անել, որպեսզի նրանք դիմեն անձնագրային բաժիններ եւ մինչեւ 2013 թվականը ստանան էլեկտրոնային ստորագրություն եւ նույնականացման քարտ։ Նաև կուզենայի խնդրել, որպեսզի գործատուները կամ ավելի հստակ այն կոնկրետ անձինք, ովքեր ստորագրում են եկամտային հարկի հետ կապված հաշվետվությունները, դիմեն անձնագրային բաժիններ մինչև նոյեմբերի 30-ը, որովհետև այդ դեպքում մինչև նոյեմբերի 30-ը դիմելու դեպքում նրանք չեն վճարի տարեկան սպասարկման վճարը էլեկտրոնային ստորագրության համար նախատեսված։ Նրանք կվճարեն միայն նույնականացման քարտի համար, որը կազմում է 3000 դրամ։
Իրազեկման կենտրոնը կազմակերպում է նաև դասընթացներ, որոնց ժամանակ ներկայացվում են նույնականացման քարտով եւ էլեկտրոնային ստորագրություններով աշխատելու կարգը։ Այս պահին արդեն սկսվել է վերապատրաստման մեծ ծրագիր ամբողջ հանրապետությունով մեկ եւ մենք փորձում ենք գործատուներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան իրենց եկամտային հարկի վերաբերող հաշվետվությունները լրացնել եւ ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Ամբողջ հանրապետության տարածքում արդեն մշակվել է մեխանիզմ, նույնիսկ մարզպետարաններում գործելու են տեղեկատվական կենտրոններ եւ այն գործատուները, որոնք ունենան որոշակի հարցեր, նաեւ կունենան հեռախոսահամար եւ անհրաժեշտ վայր, որպեսզի նրանք թե այցելեն կամ դիմեն որոշակի հարցեր պարզաբանելու համար։ Ուր գնալ եւ ում դիմել նույնականացման քարտ ձեռք բերելու համար։ Այս հարցում օգնության է գալիս ոստիկանությունը։ Անձնագրային եւ վիզաների վարչությունում նույնականացման քարտ ստանալու ընթացակարգը առավել քան պարզեցված է յուրաքանչյուրի համար, լինի գործատու թե աշխատող։ Նույնականացման քարտը կամ ID-ն դա քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթն է, որը տրվում է 16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու, որի համար քաղաքացին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ արական սեռի ներկայացուցիչները նաեւ զինգրքույկ, զինվորական գրքույկ մինչեւ 50 տարին լրանալը։ Եվ այսպես, գալիս եք անձնագրային եւ վիզաների վարչության ձեր տարածքային բաժին, ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձեր անձնագիրը եւ 3000 դրամի չափով պետական турքի անդորրագիրը։ Եթե տարածքային բաժնում չկան համապատասխան սարքավորումներ, ապա ներկայանում եք ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն։ Այն ծառայությունները Երևան քաղաքում ովքեր չունեն, ես նշեցի Չարբախը, Դավթաշենը եւ Քանաքերզեյթունը, քաղաքացիները ներկայանում են անձնագրային եւ վիզաների վարչություն։ Եվ հանրապետության տարածքով այդ սարքավորումները տեղադրված են միայն Գյումրիում եւ Կապանում, մնացած բոլոր տարածքների բնակիչները նույնպես գալիս են առայժմ անձնագրային եւ վիզաների վարչություն։ Վարչությունում ձեզ կօգնի կողմնորոշվել բաժնի աշխատակիցը։ Նախ ներկայանում եք ու հայտնում գալու նպատակն ու հանձնում ձեր հին անձնագիրը։ Ապա աշխատակիցը ձեր տվյալները գրանցում է տեղեկատվական բազայում։ Հենց տեղում լուսանկարվում եք հատուկ կահավորված խցիկում։ Մոտենում եք աշխատակցին ու ստորագրում արդեն էլեկտրոնային կրիչի վրա։ Թողնում եք ձեր երկու ցուցամատների մատնահետքերը եւ վերջ։ Ձեզ տրվում է ստացական։ 15 աշխատանքային օրից ձեզ կհանձնեն ձեր նոր թվային կրիչով նույնականացման քարտը։ Եթե անձը ցանկանում է ավելի արագ ստանալ, 1 աշխատանքային օր հետո ստանալու համար վճարվում է հավելյալ 20000 դրամ, 3 աշխատանքային օր հետո 10000 դրամ։ Իսկ եթե 15 աշխատանքային օրից միայն 3000 դրամ։ Նույնականացման քարտի մեջ ներառում է քաղաքացու բոլոր անձնական տվյալները։ Մի քանի քայլ եւ դուք արդեն ունեք նույնականացման քարտ։ Այս փաստաթուղթը կօգնի հետագայում զերծ մնալ տարաբնույթ փաստաթղթային քաշքշուկներից ու գլխացավանքներից։ Մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, ցտեսություն, միշտ նոր հանդիպում։ Հաղորդման գործընկերն է Ellipse ընկերությունը։ Ellipse 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։